Շնորհակալություն, պարոն Ղարումյան, մենք սովորաբար նաև բյուջեից դուրս հարցեր ենք տալիս այս քննարկումների ժամանակ, քանի որ հաճախ առիթ չենք ունենում մեր գործընկերներին այս ֆորմատով հանդիպելու, ես մի այդպիսի հարց տամ։ Պարոն Մովսյան, խնդրում եմ տեղեկացրեք մեզ, թե ինչ փուլում է գտնվում Արագածի արևելյան լանջի վրա կառուցվող այդ նոր հանգստյան գոտու, որը իր մեջ ներառում էր, եթե չեմ սխալվում, էկոգյուղ, լեռնադահուկային համալիր, դրա ընթացքը արդյոք ժամկետների մեջ տեղավորվում են իրականացնողները, թե ոչ, եւ ինչ խոչընդոտներ կան եւ ոնց ենք լուծելու, որտեվ փաստացի դա կարեւոր է եւ ձեր մարզի համար եւ ընդհանրապես մեր երկրի համար։ Խնդրեմ, պարոն Մովսյան։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, դուք ճիշտ եք, իրականում դուք տեղյակ եք, որ երկու բավականին մեծ ծրագիր է իրականացվում լեռնադահուկային համալիրի հետ կապված Արագածոտի մարզում, մեկը բոլորս արդեն հայտնի Մայլեր ընկերության կողմից ստեղծված լեռնադահուկային համալիրն է, եւ երկրորդ ծրագիրը RIT ընկերության կողմից կազմակերպող լեռնադահուկային համալիրի ստեղծումն է։ Մինչև ձեր հարցին բուն հարցին անդրադառնալ, նաև կցանկանայի տեղեկացնել, որ Մայլերի աշխատանքները արդեն անցել են, այսպես ասած, երկրորդ փուլի եւ հիմա այս պահին երկրորդ դահուկուղու աշխատանքներն են տեղի ունենում եւ նաեւ ազատտնտեսական գոտու հետ կապված կառավարության վերցրած ստանձնած պարտավորությունը արդեն մտնում է իրականության մեջ եւ կարծում եմ հենց արդեն գործունեությունը լայնածավալ սկսելու դեպքում արդեն ազատ տնտեսական գոտի կլինի այդ հատվածը, որը որ գերակա հանրային շահ է ճանաչվել եւ տրամադրվել ընկերությանը։ Ու այստեղ նաեւ բոլորից կխնդրեմ նաև մեր ազգային ժողովի պատգամավորներին մի աջակցություն, քանի որ վստահ եմ, որ պատգամավորներից շատերս նաև գնացել ենք եւ տեսել ենք ինչ բավական մեծ աշխատանք է կատարվել, հարցը վերաբերում է նրան, որ ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրի շրջանակում բավականին լայն եւ լավ ճանապարհ է սահմանվել մինչեւ Մայլեր ընկերության բուն ճոպանուղու մոտ, սակայն այն հատվածը, որը որ պետք է միանա Եղիպատրուշ տանող ճանապարհին, բավականին վատ վիճակում է գտնվում եւ ոչ միայն վատ վիճակում է գտնվում, այլ նաեւ բավականին նեղ է եւ լայն ճանապարհից, որը որ երկրորդային է համարվում, միանում է նեղ ճանապարհին, մեր նախարարի եւ ճանապարհային դեպարտամենտի հետ այս հարցերը քննարկել ենք եւ լուծումներ տեսնում ենք, ուղղակի ինչն է իմ խնդրանքը, այնտեղ իրավական խնդիր կա, քանի որ ճանապարհը կառուցված է եղել, հիմնանորոգում է կատարվել 17 թվականին, բայց բավականին վատ աշխատանք է արված եղել, հիմա դատական process-ների մեջ է եւ նաեւ կխնդրեմ ներկաներից, եթե մեր ճանապարհային դեպարտամենտը իրավական լուծումը գտնի, եթե օրենսդրական ինչ-որ փոփոխությունների կարիք լինի, այդ օրենսդրական փոփոխությունները արագ կազմակերպենք, որպեսզի այդ հարցը լուծում ստանա։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Թորոսյան, ձեր բուն հարցին տեղեկացնեմ, որ այս պահին նախ ծրագիրի 30 միլիարդ արժի, RIT ծրագրի մասին եմ ասում, այս պահին ու վերջնական ծրագրի ավարտից հետո մոտավորապես 1100 նոր աշխատատեղ է բացվելու, ծրագիրն իրականացվում է 4479 հեկտարի վրա, որը բավականին մեծ տարածք է զբաղեցնում։ Այս պահին կարող եմ ասել, որ աշխատանքները այնքան արագ չեն ընթանում, ինչպես որ կցանկանայի ես կամ բոլոր այն շահագրգիռ մարդիկ, ովքեր որ միտված են, որ ծրագիրը շուտ իրականանա, սակայն չեմ կարող ասել, որ ծրագիրը կանգնած է, հիմնականում օտարումների եւ այն մեր քաղաքացիները, ովքեր որ գնի հետ կապված համաձայնության չեն եկել, որոշ դեպքերում դատական process-ների ընթացքում է եւ ես որպես Արագածոտի մարզպետ եւ թե
մեր նախարարությունը տեղեկատվական նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի այս խնդիրները արագ լուծում ստանան եւ հնարավորին շուտ օտարումներ տեղի ունենա, որ հետագա գործընթացները սկսվեն։ Շնորհակալություն, նախ խնդրեմ պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն Մովսյան, նախ շնորհակալություն տեղեկացնելու նաև Մայլերի ընթացքի մասին, պարոն Ղարումյան, եթե մենք ստեղ բան ունենանք անելու այդ ճանապարհի օրենսդրական մասով, իհարկե պետք է անենք, ես ինքս արդեն 3 տարի է գնում եմ ու ճանապարհը ձեր ասած, այսինքն Քուչակի հատվածից մինչև Եղի-Պատրուշի այդ խաչմերուկը կարծես թե պարզապես հողի վրա ասֆալտ լցրած լինեին ժամանակին, որը հոդս է ցնդում եւ այո, համարյա երթևեկելի չի լինում, ձմեռը միակ հույսը որ ձյունով է ծածկվում, ձյան վրա ավելի հեշտ է երթևեկել, քան այդ ճանապարհի վրա, բայց Վերադառնալով ընդհանրապես ներդրումային ծրագրին եւ գործողի, այսինքն արդեն տեղի ունեցած եւ տեղի ունեցողի, դրանց նշանակությունը մենք երևի մի քիչ լավ չենք հասկանում բոլորս, դրանք, ասենք ասեմ, համաշխարհային մակարդակի ծրագրեր են ըստ էության։ Կոնկրետ Մայլերը, ես լինելով լեռնադահուկային սպորտի սիրահար եւ ակտիվ մասնակից, տենց իմ կողմից եմ ուզում ասեմ, ու դա ուսաթող չդիտվի գովաստ, թեև կարող է դիտվի գովաստ երկրի, ոչ մի կերպ չի զիջում, ոչ եվրոպական ալպերում եղած հանգստյան լեռնադահուկային այդ գոտիներին, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ մենք պետք է ամեն ինչ անենք մեր կողմից դա ավելի զարգացնելու համար եւ ես նաեւ դրա համար եմ ուզում որ մյուս ծրագիրներ լինի, որտեղ ստեղ նաեւ կլիմայի փոփոխության հարց կա եւ ինչքան բարձր ծովի մակարդակից ինչքան ավելի բարձր մակարդակի վրա ենք մենք կարողանում ունենալ այդ բաները հանգստյան գոտիները լեռնադահուկային, այնքան ձյան հարցը քիչ է լինում, որտեղ մենք տեսնում ենք որ ձյունը քչանում է որպեսզի կարողանանք ներգրավել զբոսաշրջիկին նաև այն երկրներից, որտեղ որ արդեն ձյուն չկա։ Հասկանում եք, մենք դեռ առավելություն ունենք ու չպետք է հապաղենք։ Ես ձեզ խնդրում եմ եւ մեր գործընկերներին էլ, չգիտեմ, այդ դատական process-ները ինչքան կտևեն, ամեն ինչ անել, որպեսզի այդ Արագածի լանջի վրայի պրոյեկտն էլ հնարավորինս արագ լինի, որ մենք էլի եւս մեկ տենց համաշխարհային մակարդակի կուրորտ ունենանք ձեր մարզում։ Իդեպ ստեղ նաև մեր գործընկերները կան նաև այլ մարզերից, հա վերաբերում է նաև լեռնոտ եւ ձյունոտ բոլոր մարզերին, մենք պետք է այդ բոլոր ուղղություններով աշխատենք, սա եւ զարգացող ուղղություն է եւ մենք դեռ առավելություն ունենք շատ այլ երկրների համեմատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արձագանքում եք պարոն Մովսյան։ Շնորհակալություն պարոն Թորոսյան, հատկիսում եմ ձեր կարծիքը, միանշանակ համաձայն եմ ձեր հետ, կարող եմ մենակ ասել, որ անցած տարվա համեմատ բավականին մեծ տեղաշարժ կա, քանի որ թե տնտեսվարողն է բավականին վերանայել գները, թե մեր գյուղացիները բռնումով են մոտենում եւ գիտակցում են, որ ծրագիրը անհրաժեշտ է բոլորիս։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։